Բարև ձեզ, եթերում թվանքն է, ձեզ հետ Գևորգն է։ Այսօր կներկայացնեմ աշխարհում բավականին հայտնի մի ատրճանակ, գլոկ 19, ժամանակակից, պարզ, հուսալի, թեթև, ժամանակակից ատրճանակների վերաձևակերպում։ 1982 թվականին գլոկը ներկայացնեց իր առաջին տարբերակը, գլոկ 17-ը, պոլիմերային զարգանաձգանային մեխանիզմով 9 մմ-անոց ատրճանակ, որը շոկի ենթարկեց հրազենի աշխարհը։ Մի քանի տարի հետո 1988-ին արդեն եկավ նոր զարգացումը, գլոկ 19, ավելի կոմպակտ տարբերակ, մշակված ունիվերսալության համար, փոքր գաղտնի կրելու համար, սակայն բավականաչափ մեծ ծառայություն իրականացնելու համար։ 1982 թվականին գլոկ 17-ը ընդունվեց ավստրիական բանակ, 88-ին ներկայացվեց գլոկ 19, 1990-ից 2000 թվականներ գլոկ 19-ը ընդունվեց իրավապահ մարմիններ, այսօր ամենավաճառվող ատրճանակներից մեկն է, որը երբևէ արտադրվել է։ Տրամաչափը 9-19 մմ, պայստատուփի տարողունակությունը 15 փամփուշտ եւ 1 հատ փամփշտանոց, քաշը 595 գրամ, փողի երկարությունը 102 մմ, իրանը պոլիմերային պողպատյա ներդիրներով։ Գլոկ 19 հայտնի է դարձել իր պարզությամբ, լրացուցիչ անվտանգության մեխանիզմներ չունի, միակ անվտանգության մեխանիզմը գտնվում է ձգանի վրա։ Ստեղից հետևություն։ Պարզապես նշան բռնի, սեղմի, կատարիր կրակոց։ Այժմ կգնանք կրակադաշտ, կատարենք հրաձգություն, որպեսզի տեսնենք ինչի է ընդունակ այս հրաշքը։ Այժմ կատարենք հրաձգություն, ուրեմն ներկայացնեմ վարժությունները։ Առաջինը կկրակեմ կանգնած դիրքից, ստաբիլ դիրքից 20 մետր հեռավորության վրա 5 փամփուշտ, հասկանալու համար ինչպիսի արդյունք ենք հավաքում տվյալ ատրճանակով։ Այնուհետև դրված են միջազգային ստանդարտով թիրախներ, որոնց վրա կկատարեմ ավելի մոտ հեռավորությունից մոտակա մարտի իմիտացիա կանենք, կրակեմ ամեն թիրախի վրա 2-ական արագության վրա, տեսնենք ինչ է ստացվում։ Մենք ստուգված է գնանք տեսնենք ինչ ենք արել։ Բնականաբար որոշակի զենքի անհարմարություն, այս զենքով չեմ աշխատել, մի քիչ բութ մատից հետ կապված այստեղ թերություն եմ ցույց տվել, բութը շատ եմ սխմել, բնականաբար ստեղ էլ արդեն ձգանի հետ աշխատելու միանշանակ կարիք կա, բայց ված չի։ Բավականին ստաբիլ զենք, հետհարված այդքան շատ չունի, ստացվում է իրան կառավարել։ Մի քիչ ժամանակ տրամադրելու դեպքում հնարավոր է իրանով կատարել շատ լավ կրակոցներ։ Հիմա անցնենք մյուս վարժությանը, ուրեմն այստեղից կանգնած մեջտեղ կատարելու եմ արագության վրա 2-ական կրակոց, տեսնենք ինչ կստացվի ինձ մոտ։ 4 փամփուշտ։ Ընկեր Անդրանին կխնդրեմ իմ կախարդական սուլիչով ինձ օգնի, ազդանշան տա։ Ընկեր Անդրան, եթե կարելի է մի հատ իմ համար նոր ատրճանակ ուղղակի ես դիրքը փորձեմ։ Նորից։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Դիսկաթափված։
Ուրեմն, ինչպես միշտ էլ ասել եմ, որ ես ատրճանակով աշխատելուց եւ արագ հրաձգության մեջ այդքան զարգացած չեմ, ինչը նշանակում է բարձ ցույց է տալի, որ ես իմ վրա շատ աշխատելու տեղ ունեմ։ Ինչը որ խոսք եմ տալի, որ իմ վրա կաշխատեմ։ Ունենք այսպիսի արդյունք, մեկ հատ ալֆա, մեկ հատ մայք, որը նշանակում է միս, այսինքն խոցում չի համարվում, ստեղ ունեմ մեկ հատ ալֆա եւ մեկ հատ դելտա։ Իմ մակարդակի հրաձգի համար ատրճանակների մասին է խոսքը, ավելի շատ ես մասնագիտացած եմ ինքնաձիգերի մեջ, ոչ թե ատրճանակների մեջ, կարծում եմ, որ այդքան էլ վատ չի, չնայած որ գիտակցում եմ, որ իմ վրա պետքա շատ աշխատեմ, ատրճանակը սիրում է շատ քրտնաջան աշխատանք, հատկապես առանց փամփուշտի, այսպես ասած սառը մարզումներ, առանց փամփուշտի ուղղակի ամեն մի շարժման վրա, ձգանի սեղման վրա աշխատանք։ Այսքանը հրաձգությունից կնշեմ, որ գլոկ 19-ը բավականին հարմար է, ձեռքի մեջ հարմար տեղավորվում է, իր այդ կոմպակտությունը, իր պոլիմերային ամեն ինչը շատ հարմար է, որևէ խնդիր չկա, այսինքն բռնվածքի հետ կապված, չնայած նշեմ, որ տվյալ ատրճանակը ունի հնարավորություն տարբեր տեսակի կահավորումներ անելու, ինչպես նաև բռնակի վրա կարող են լինել փոփոխություններ, որտեղ այդ հնարավորությունը տալիս է կալիմատորային նշանոցներ, մի խոսքով տարբեր տեսակի միջոցներ։ Գոհ եմ, պարզ, հասարակ, ոչ մի տենց բարդ մեխանիզմներ, ամեն ինչ շատ հեշտ է կիրառելը, ցույց տամ նշանառման համակարգը ինչպես է, շատ պարզ կետիկը պետք է այս քառակուսու միջով տեղադրել հավասար հորիզոնական գծի վրա, այսպես ասած, այնքան պարզ է, քեզ պետք է նշան բռնել, սեղմել, կատարել կրակոց, ոչ մի տենց յուրահատուկ բարդ բան։ Մնացածը արդեն ինչը որ տեսնում ենք արդյունքները, որ կարող են մի քիչ ավելի անհաջող լինել, դա արդեն գալիս է հրաձգից, որը իր վրա պետք է աշխատի շատ, բռնվածք, ձգանի սեղմում եւ այլն։ Բնականաբար ատրճանակների տեսակներից արդեն որոշակիորեն դրանք փոխվում են եւ ամեն ատրճանակի հետ յուրահատուկ աշխատանքա պետք։ Եթե կուզենաք մարզվել նմանատիպ ատրճանակով, գլոկ 19-ը, խնդրեմ համեցեք մեր հրաձգան, արդեն ունենք, կարող եք այն կիրառել։ Այսքանով վերջ, ձեր հետ Գևորգներ, եթերում թվանք հաղորդումներ, ստեսություն։